Այսօր վերաքննիչ դատարանը հրապարակեց Միքայել Սրբազանի գործով իր որոշումը, վերացնելով նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը և դրան առնչվող սահմանափակումները։ Առավոտյան դատական վերջին նիստից հետո դատարանը մի քանի ժամով առանձնացավ խորհրդակցության սենյակում կայացնելու վերջնական որոշումը։ Ժամեր տևած խորհրդակցությունից հետո վերաքննիչ դատարանը բեկանեց նաև առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ընդդատության կանոնների խախտման հիմքով։ Դատարանն արձանագրեց, որ գործը քննվել է ոչ իրավասու դատարանում կամ առկա է եղել ընդդատությանը վերաբերող էական դատավարական խախտում։ Նախ եւ առաջ այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում։ Չնայած մենք բնականաբար արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց ելի կարևոր էր, որ վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց այդ ընդդատության կանոնի խախտումը, որը եթե հիշում եք, մենք հենց առաջի դատական նիստին Երևանի դատավորին ուղիղ այդ միջնորդություն ներկայացրեցինք հենց ամենաառաջի դատական նիստին, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Վարույթը կփոխանցվի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Սա չի նշանակում, որ վերաքննիչ դատարանը քննել է մեղավորության կամ անմեղության հարցը։ Որոշումը վերաբերում է դատավարական հարցին, թե որ դատարանն էր իրավասու քննելու գործը։ Դատարանը նաև մերժել է դատախազի բողոքը, եթե հիշում եք, դատախազն էլ էր բողոք բերել եւ 2.5 տարի ազատազրկման այդ պահանջով դատախազի բողոքն էլ է մերժվել։ Երբ որ որոշումը ստանանք, բնականաբար մեզ համար ավելի պարզ կլինի, բայց այս պարագայում մենք կարծում ենք, որ այո, միայն ընդդատության հիմքով բեկանել է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի դատավարությունը հանրային մեծ հնչեղություն ստացած գործերից է։ Բազմաթիվ լրատվամիջոցներ շուրջ 1 տարի ուղիղ միացմամբ հետևում են դատական նիստերին։ Սրբազանի բոլոր դատական նիստերն անցնում են մարդաշատ դահլիճում։ Վաստակաշատ հոգևորականին աջակցություն են ցուցաբերում նաև սոցիալական հարթակներում։ Ստեղծվել են առանձին էջեր, որտեղ տարածվում են նրա տարբեր տարիների հարցազրույցները, որոնցում նա խոսում է երկրի խնդիրներից, քննադատական դիրքորոշում է հայտնում նախկին և ներկա իշխանությունների հասցեին։ Դատական առաջին նիստից սկսած ինքը Սրբազանը և փաստաբանական խումբն այս գործը բնորոշել են որպես քաղաքական պատվեր, մատնանշելով դատավարական աննախադեպ խախտումների առկայությունը։ Միշտ էլ ասել եմ, պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ես ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Հիմա արդար եք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու՞։ Որովհետև չարտարացվեցի։ Տնային կալանքը փոխեց, վերացրեց։ Ավելի լավ էր պահել։ Ինչու՞։ Ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայել։ Հիշեցնենք, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը կալանավորվել է անցյալ տարի հունիսի 28-ին, իսկ փետրվարի 6-ից նրա համար սահմանվել է տնային կալանք։ Մի վերջո եկեղեցին կհաղթահարի այս փորձությունները, որ այսօր Այդ որ փորձությունը չի հաղթահարել, որ սա չպետք է հաղթահարի։ Դուք հնարավոր համարում եք, որ վեհապարին կկալանավորեն այս իշխանությունը։ Աստված մի արասը։ Եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը։ Ամբողջ հայ ժողովուրդը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի։ Դուք կշարունակեք քննադատել իշխանությունների։ Չէ, բավարի շոյեմ, չէ, պետք է գլուխները շոյեմ։ Չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտումներ որակվի։ Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է։ Վերաքննիչի որոշմամբ անփոփոխ է մնացել բացակայելու արգելքը։ Որոշման հրապարակումից հետո Միքայել Սրբազանը դատարանի դահլիճից դուրս եկավ առանց ոստիկանության ուղեկցության։ Սրբազանին ծափողջուններով դիմավորեցին։ Դատարանի դահլիճից նա աջակիցների հետ գնաց մասնակցելու Բագրատ Սրբազանի դատին, որի հետ ամիսներ անցկացրել էր նույն բանտախցում։ Իսկ հետո Սրբազանն ասաց՝ Մայրաթոր Սուրբ Էջմիածին է գնալու Հայոց Հայրապետի հետ հանդիպման։